Կարծեմ առիթ ունեցել եմ նաև ձեր տաղավարում, ձեր եթերի ժամանակ ասելու, որ արևմուտքը ինչքան էլ դա առաջին հայացքից շատ քարոզչական է հնչում, բայց արևմուտքը քայքայվում է։ Դե քարոզչական է հնչում, որտեղ ռուսական քարոզչությունը առնվազն այտենց մի համարյա 20 տարի քարոզում է, որ արևմուտքը քայքայվում է եւ դա նույնիսկ արդեն անեկդոտի է, հակաանեկդոտի է վերածվել, որ ախպեր քայքայվում չի պրսնում։ Բայց ես կարծեմ ձեր եթերում էլ եմ ասել եւ իմ հանրային շատ ելույթներում եմ ասում, որ այո, իրականում քայքայվում է, պարզապես արևմուտքի ինստիտուցիոնալ հիմքերը այնքան ուժեղ են ժամանակին դրվել, եթե հետ գնանք մինչև հին Հունաստան, անտիկ աշխարհ, ռեֆորմացիա եւ այլն վերածնունդ, ուղղակի սովորական մարդկանցունի համար դժվար է այդ process-ը տեսնել, ոնց է ինքը քայքան, որտեղ հա նայում ես արժույթը կա, եվրոն կա, տնտեսությունները, ներկրում, արտահանում եւ այլն, բայց պատմությունը այդ դինամիկ process է, այսինքն այսպես մի գործողություն չի որ քանդվի, ասես քանդվեց։ Սա դրա հերթական դրվագն էր։ Սա դրա հերթական դրվագն էր, ըստ որում ինքը պարտադիր չի, որ քայքայվի, դուք շատ ճիշտ ասացիք, ինքը քայքայվում է այն տեսքով, ինչ տեսքով որ կա, միգուցե սրանից առաջանա նոր արևմուտք։ Օրինակ ես հիշեցնեմ, որ Սառը պատերազմի տարիներին էլ այդ արևմուտքը կար, բայց Ամերիկան լրիվ այլ դեր ուներ, Եվրոպան լրիվ այլ դեր ուներ, հետո Սառը պատերազմի ավարտից հետո այլ կոնֆիգուրացիա եղավ, այսինքն սա կարող է ոչ թե քայքայում լինել, այլ քայքայում եւ վերստեղծում, մենք ունենանք մեկ այլ արևմուտք։